Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Ծինանդալիում անցկացվող եռակողմ 7-րդ բիզնես ֆորումը Կասպիան եւ Կովկասյան տարածաշրջանների համար Դավոսի ֆորումի նման էր։ Տնտեսական առումով մեր երկրները միմյանց խոշորագույն առևտրային գործընկերներն են, ասել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Նա հավելել է, որ Թուրքիան Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է։ Թուրքիայի առևտրի նախարարը նաև անդրադարձել է երկու երկրի միջև ներդրումների ոլորտում համագործակցությանը։ Օմեր Բոլաթի խոսքով Վրաստանում շատ թուրք ներդրողներ կան։ Թուրքիայից Վրաստանում կատարված ուղղակի օտարերկրյա ներդրումները գերազանցել են 2.2 միլիարդ ամերիկյան դոլարը եւ ընդգրկում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան, ավիացիան, տրանսպորտը եւ այլն։ Թուրք ներդրողներն ուրախ են Վրաստանում գտնվելու եւ երկրի տնտեսական զարգացմանը նպաստելու համար։ Մենք նաեւ սպասում ենք վրացական ներդրումներին Թուրքիայում։ Բոլաթը նաև ասել է, որ Թուրքիան, Վրաստանը եւ Ադրբեջանը Կովկասյան տարածաշրջանի հիմնական խաղացողներն են միջազգային առևտրի, տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտներում։ Նա վստահեցրել է, որ այս երեք երկրները կամրապնդեն իրենց ծերտ տնտեսական ինտեգրացիան, իսկ նման բիզնես ֆորումները զգալիորեն կնպաստեն այդ նպատակին հասնելուն։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալով այս տարվա հունվարին Ռուսաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի ներմուծման արժեքը 2025 թվականի հունվարի համեմատ աճել է գրեթե 42 անգամ, հասնելով 2022 թվականի գարնանից ի վեր ռեկորդային բարձր կետի։ Այս տարվա հունվարին Ռուսաստանից Վրաստան էլեկտրաէներգիայի ներմուծումը կազմել է 7.95 միլիոն դոլար, ինչն ամենաբարձրն է 2022 թվականի մարտից ի վեր։ Տարեկան ներմուծումն աճել է 41.9 անգամ, իսկ ամսականում 1.7 անգամ։ Վրաստանը նաև հունվարին էլեկտրաէներգիա է գնել Թուրքիայից 10.2 միլիոն դոլարի, Հայաստանից 4.3 միլիոն դոլարի եւ Ադրբեջանից 280,000 դոլարի։ Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի կողմից ԻՄԵԴ-ի եւ Post TV հեռուստաընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ իր խոսքով սնկային հիվանդություններից աճած տարբեր մեդիա հասարակական կազմակերպությունները, մեդիայի պաշտպանները, որոնք տարիներ շարունակ միլիոններ են ստացել եւ ներկայացել են որպես խոսքի ազատության եւ մեդիայի ազատության պաշտպաններ, այժմ լռում են։ Պապուաշվիլի խոսքով օտարերկրյա պետությունը հարձակվել է վրացական լրատվամիջոցների վրա։ Նա նշել է, որ նրանք, ովքեր լռում են կամ աջակցում են բրիտանական կառավարության որոշմանը, կանգնում են օտարերկրյա պետության, այլ ոչ թե իրենց հայրենիքի կողքին։ Սա լավագույն օրինակն է նրա, թե ինչպես են այս հասարակական կազմակերպությունները Վրաստանում օտարերկրյա շահերի գործակալներ դարձել։ Նրանք լռում են, քանի որ գումար են ստանում նրանցից, ովքեր այժմ հարձակվում են վրացական լրատվամիջոցների վրա։ Սա եւս մեկ ապացույց է, որ Վրաստանում օտարերկրյա փողերով ստեղծվել է 5-րդ շարասյուն, որը համապատասխան հրամաններով պետք է մոլոտովի կոկտեյլներ նետի Վրաստանի խորհրդարանի եւ ոստիկանության աշխատակիցների վրա։ Հատկանշական է, որ ԻՄԵԴ-ի հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի ԻՄԵԴ-ի հոլդինգի նոր հիմնադիրները հեռուստաընկերության հավատարիմ ընկերների եւ հովանավորների ֆինանսական աջակցությամբ արագ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կստեղծեն իրենց սեփական բանկը, որը կկոչվի ԻՄԵԴ-ի բանկ։ Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ ԻՄԵԴ-ին որևէ խնդրի չի բախվի, այդ թվում ֆինանսական։ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է վերջին օրերին տարածվող լուրերն այն մասին, թե թուրքական բանակն իբր պլանավորում է անվտանգության նկատառումներով մտնել Իրանի տարածք, Իրանի վրա Միացյալ Նահանգների հնարավոր հարձակման դեպքում։ Գերատեսչությունում հայտարարել են, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Ընդգծվել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար։ Թուրքիան կողմ է տարածաշրջանի բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորմանը եւ շարունակում է ջանքեր գործադրել երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Միաժամանակ համապատասխան պետական կառույցների հետ համակարգված կերպով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ հնարավոր ռիսկերին հակազդելու համար։ Առանձին լրատվամիջոցներով եւ սոցիալական ցանցերով տարածվող պնդումները, թե Իրանի վրա Միացյալ Նահանգների հարձակման դեպքում Թուրքիան ծրագրում է անվտանգության նկատառումներով մտնել Իրանի տարածք, չեն արտացոլում իրականությունը, ասված է հայտարարության մեջ։
Քուրդ զինյալների բանտարկված առաջնորդ Աբդուլլա Օջալանը հայտարարել է, որ Թուրքիայում ժողովրդավարական ինտեգրման անցման համար անհրաժեշտ են խաղաղությանն առնչվող օրենքներ։ Այս մասին նա հայտարարել է Քրդստանի աշխատավորական կուսակցությանն ուղղված եւ տասնամյակներ շարունակվող ապստամբությունը դադարեցնելու եւ լուծարելու կոչից 1 տարի անց։ Այդ կարևորագույն կոչը հույսեր է արթնացրել ավելի քան 40,000 մարդու կյանք խլած, խոր պառակտումներ սերմանած եւ հիմնականում քրդաբնակ հարավարևելյան Թուրքիայում զարգացումը խոչընդոտած հակամարտության ավարտի վերաբերյալ, սակայն առաջընթացը դանդաղ է եղել։ Օջալանի հայտարարությունը մամուլի ասուլիսում կարդացել է Քրդամետ Դեմ անունով կուսակցությունը։ Գործընթացի անհրաժեշտության համար կարևոր է կամավոր կերպով զենքը վայր դնել եւ ապահովել Թուրքիայի խորհրդարանում ստեղծված օրինական լիազորված հանձնաժողովի համապարփակ գործունեությունը։ Արվել է կամավոր անցում զինված պայքարի փուլից դեպի ժողովրդավարական քաղաքականության եւ իրավունքի փուլ։ Սա կորուստ չէ, այլ պետք է դիտարկել որպես պատմական ձեռքբերում, նշված է Օջալանի հայտարարության մեջ։ Ժնևում Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների 3-րդ փուլին կողմերը հանդես են եկել պատժամիջոցների եւ միջուկային ծրագրի հետ կապված գործնական նախաձեռնություններով, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ Ես կարող եմ միայն ասել, որ ինչպես միջուկային, այնպես էլ պատժամիջոցների վերացման հարցում կարևոր առաջարկներ եւ գործնական նախաձեռնություններ են եղել։ Երկու կողմն էլ լուրջ է մոտեցել քննարկումներին։ Էսմայիլ Բաղային հավաստիացրել է, որ Ժնևում կայացած խորհրդակցություններն անցել են Օմանի արտգործնախարարի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի մասնակցությամբ։ Բանակցությունները շարունակվել են պատվիրակությունների ներքին խորհրդակցությունների ավարտից հետո։ Միացյալ Նահանգները եւ Իրանը զգալի առաջընթաց են գրանցել երկարատև միջուկային վեճը լուծելու եւ Իրանին Միացյալ Նահանգների նոր հարվածները կանխելու ուղղությամբ բանակցություններում, հայտարարել է միջնորդ Օմանը։ Մենք ավարտեցինք օրը Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցություններում զգալի առաջընթացից հետո։ Կողմերը նախատեսում են վերսկսել բանակցություններն իրենց երկրների մայրաքաղաքներում խորհրդակցություններից անմիջապես հետո, իսկ տեխնիկական մակարդակի քննարկումները նախատեսված են հաջորդ շաբաթ Վիեննայում։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իրանա-ամերիկյան բանակցությունների 3-րդ փուլից հետո հայտարարել է, որ լավ առաջընթաց է գրանցվել։ Ամերիկյան կողմը բանակցությունները դրական է գնահատել։ Արաղչին նշել է, որ համապատասխան մայրաքաղաքների հետ խորհրդակցություններից հետո 4-րդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ։ Նա ասել է, որ Իրանը հստակորեն ներկայացրել է իր պահանջները պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Նախարարը հավելել է, որ երկու կողմերն էլ գրեթե փոխխմբռնման են հասել, թեև որոշ ոլորտներում տարաձայնությունները մնում են։ Արաղչին շնորհակալություն է հայտնել իր օմանցի գործընկերոջը բանակցությունները հեշտացնելու ջանքերի համար։ Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ վերջին փուլը միջուկային բանակցությունների ամենալուրջ եւ երկարատև փուլերից մեկն էր։ Բանակցությունների այս փուլը մինչ այժմ ամենաինտենսիվն էր, այն ավարտվեց փոխադարձ համաձայնությամբ, որ մենք կշարունակենք ավելի մանրամասնորեն ներգրավվել ցանկացած համաձայնագրի համար կարևորագույն հարցերի շուրջ, ներառյալ պատժամիջոցների վերացումը եւ միջուկային ծրագրին վերաբերող քայլերը։ Արաղչին նաեւ հայտնել է, որ տեխնիկական խմբերը երկուշաբթի Վիեննայում պետք է տեխնիկական քննարկումներ սկսեն, հավելելով, որ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա 1 շաբաթից էլ պակաս ժամանակում։ Իրանցի բարձրաստիճան մի պաշտոնյա Ալ Ջազիրային հայտնել է, որ Թեհրանը պատրաստ է սահմանափակ ժամկետով սառեցնել ուրանի հարստացումը։ Միաժամանակ Իրանը չի պատրաստվում վերջնականապես դադարեցնել հարստացումը, ապա մոնտաժել միջուկային օբյեկտները կամ հանձնել ուրանի պաշարները։ Նախագիծը ենթադրում է, որ երկիրը կնվազեցնի ուրանի պաշարները մինչև հարստացման ցածր մակարդակ, ատոմային էներգիայի միջազգային գործակալության վերահսկողությամբ։ Իրանական աղբյուրը CNN-ին ասել է, որ բանակցությունների ընթացքում Թեհրանը վերահաստատել է, որ միջուկային զենք չի մշակի, սակայն ցանկացած համաձայնագիր հնարավոր կլինի միայն այն պայմանով, որ չեղարկվեն Միացյալ Նահանգների բոլոր պատժամիջոցները եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը։ Աղբյուրը հավելել է, որ ոչ մի միջուկային օբյեկտ չի ոչնչացվի եւ Իրանը կշարունակի զբաղվել խաղաղ ատոմային էներգետիկայով։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանին հնարավոր հարվածը չի հանգեցնի Մերձավոր Արևելքում բազմամյա հակամարտության։ Պատկերացում կա, թե մենք երկար տարիներ պատերազմ կմղենք Մերձավոր Արևելքում առանց տեսանելի ավարտի։ Ոչ մի շանս չկա, որ դա տեղի կունենա։ Վենսը նաև նշել է Իրանին Միացյալ Նահանգների հավանական հարվածի հնարավոր հետևանքների մասին, ակնարկելով, որ Վաշինգտոնի վարչակազմը չի բացառում այդ տարբերակը։ Միացյալ Նահանգների փոխնախագահը միաժամանակ հավելել է, որ Վաշինգտոնը կնախընտրեր գտնել Իրանի միջուկային խնդրի դիվանագիտական լուծում։ Կարծում եմ մենք բոլորս կնախընտրեինք դիվանագիտական տարբերակը, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ կանեն եւ կասեն իրանցիները։
Իրանական անօդաչու թռչող սարքը թռիչք է կատարել Արաբական ծովում ամերիկյան USS Abraham Lincoln ավիակրի գտնվելու շրջանում։ Իրանի հարավարևելքից արձակված անօդաչու թռչող սարքը թռել է Օմանի ծոցի վրայով եւ ուղղվել դեպի Արաբական ծով, Օմանի ափից արևելք։ USS Abraham Lincoln-ը գտնվում է Արաբական ծովում Իրանի ափից մոտ 780 կիլոմետր հեռու եւ Օմանի ափին գտնվող Դուքմ քաղաքից 250 կիլոմետր հարավարևելք։ Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին ամերիկյան F-35C կործանիչը խոցել էր իրանական Շահեդ 139 անօդաչու թռչող սարքը, որը մոտեցել էր Արաբական ծովում գտնվող ավիակրին։ Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են, որ Իրանի հարավում գտնվող Աբադան քաղաքի արդյունաբերական համալիրում բռնկված հրդեհը մարվել է։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ միջադեպը տեղի է ունեցել պլաստիկե հումքի գործարանում։ Արդյունաբերական համալիրի մոտ նկարահանված տեսանյութում երևում է, որ հրդեհի վայրում բոցավառվող կրակի հետ մեկտեղ երկինք է բարձրանում խիտ ծխի հսկայական ամպ։ Հաղորդագրությունում նշվում է, որ զոհերի մասին տեղեկություններ չկան։ Արտակարգ իրավիճակների խմբերն իրականացնում են որոնողափրկարարական աշխատանք։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ։ Ընդգծվել է, որ մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է։ 1988 թվականին ադրբեջանական ԽՍՀ ուժերի կազմակերպած Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Հիշողությունը միայն անցյալի մասին մտորելը չէ, այն վերահաստատում է մարդու իրավունքները պաշտպանելու, ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով մերժելու, երկարատև խաղաղության համար անսասան աշխատելու մեր համատեղ պատասխանատվությունը։ Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը, նշելով. այսօր մենք միանում ենք հայերին, սգալով եւ տուրք մատուցելով 1988 թվականին Սումգայիթում զոհ գնացածների հիշատակին։ Ռուսաստանը մտադիր է ամբողջությամբ կարգավորել ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման թեմայով մնացած բոլոր հարցերը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Մենք նպատակ ունենք շրջել այդ ողբերգական էջը հարաբերություններում, սակայն զոհվածների հիշատակը չի ջնջվի։ Զախարովան նաև ադրբեջանցի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիներին շուտապույտ ազատ արձակելու անհրաժեշտության վրա։ Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը նշել էր, որ Բաքվի դիրքորոշումն ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման վերաբերյալ սկզբունքային է եւ հստակ։ Դա Ռուսաստանի պաշտպանության նախարարության սխալն էր։ Ջեյհուն Բայրամովի խոսքով ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Մոսկվան կկատարի անհրաժեշտ բոլոր գործողությունները, որոնց մասին 2025 թվականի հոկտեմբերին պայմանավորվել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահները, տեղի ունեցածին իրավական գնահատական կտրվի եւ փոխհատուցում կվճարվի։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։